Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Հիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա, նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանակար վեմ կախվեր եւ նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Զգույշ եղեք ձեր անձերի համար։ Եթե քո եղբայրը մեղանչի, սաստիր նրան, եւ եթե զղջա, ներիր նրան։ Եվ եթե 7 անգամ մեղանչի քո դեմ, եւ 7 անգամ դառնա քեզ եւ ասի զղջում եմ, ներիր նրան։ Եվ առաքյալները Տիրոջն ասացին. ավելացրու մեր հավատը։ Եվ Տերն ասաց. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս թթենուն կասեք արմատախիլ եղիր եւ տնկվիր ծովի մեջ, եւ նա իսկ կհնազանդվի ձեզ։ Իսկ ձեզանից ով, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կասի իսկույն անցիր սեղան նստիր, այլ նրան չի ասիր, պատրաստիր ինչ ընտրելու եմ եւ գոտի կապած ծառայիր ինձ, մինչև որ ուտեմ եւ խմեմ եւ ապա կուտես եւ կխմես դու։ Միթե Տերը շնորհապարտ կլինի այդ ծառային, որն իր բոլոր հրամանները կատարեց։ Նույնպես եւ դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր ենք անել, այն արեցինք։ Այս էր ավետարանական այսօրվա ընթերցումը, որ Ղուկասու ավետարանի 17-րդ գլխի առաջին 10 համարներն էր։ Մի քանի փոքրիկ հատվածներից էր բաղկացած ընդհանուր հատվածը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հարցերի մասին է խոսում։ Առաջին հատվածը գայթակղության մասին էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, որ աշխարհի մեջ գայթակղություններ պիտի լինեն։ Ինչ ասել է գայթակղություն։ Գայթակղություն է այն ամենը, ինչը մարդուն շեղում է, հեռացնում է Աստծուց։ Ինչ որ մարդուն հեռացնում է հոգևոր ընթացքից, դեպի Աստված ճանապարհից, Աստծո հետ լինելուց, այդ ամեն ինչը գայթակղություն է։ Այսօր որ նայում ենք, ամբողջ աշխարհը հենց գայթակղություն է։ Գայթակղություններով լեցուն է, որտեղ ամբողջ աշխարհի ուշքն ու միտքն է, ամբողջ աշխարհի նպատակն է մարդուն հեռացնել հոգևորից, մարդուն հեռացնել Աստծուց, Աստծու պաշտամունքից, մարդուն հեռացնել եկեղեցուց։ Բացի այն, որ աշխարհը անընդհատ այդ ճանապարհով է գնում, նորանոր գայթակղություններ հնարելու, նորանոր բաներ հնարելու, մարդուն զբաղեցնելու, մարդուն շեղելու, մարդուն գողանալու, մարդուն տանելու Աստծուց։ Նաև ժամանակ առ ժամանակ փոթորիկներ են լինում աշխարհի մեջ, որոնք նույնպես գայթակղություններ են։ Այսօրվա այս փոթորիկը, որ մեր իրականության մեջ կա, հայ իրականության մեջ ի նկատի ունեմ, Հայաստան եւ ոչ միայն Հայաստան։ Այս փոթորիկն էլ գայթակղության մի տեսակ է, որpիսի մարդիկ գայթակղվեն եւ շատերը գայթակղվում են։ Շատերը հեռանում են, շատերը հուսահատվում են, շատերը հուսալքվում են։ Արտառոց բան չի եղել, պիտի լիներ եւ լինում է։ Եվ Քրիստոսն ասում է գայթակղություններ պիտի լինեն, բայց վայ այն մարդկանց, ովքեր այդ գայթակղությունները կբերեն։ Վայ այն մարդկանց, ովքեր գայթակղության պատճառ կլինեն։ Այդ գայթակղությունները երկու ելք կարան ունենան։ Մեկ, որ մարդը գայթակղվի եւ ընկնի, հեռանա Աստծուց, հեռանա Աստծո ճանապարհից, հեռանա եկեղեցուց։ Մյուսը,
որ այդ գայթակղությունների միջով մարդը անցնելով հասկանա ինչի համար են սրանք եւ ինքը ել ավելի զորանա իր հավատքի մեջ։ Այդ գայթակղությունների մեջ նաև երևում է մեր տկար կողմերը, մեր թույլ կողմերը, մեր բաց թողումները, մեր թերացումները։ Եվ ես էլ պետքա տեսնել այս ամեն ինչի մեջ։ Տեսնել, ուղղել, շտկել, կանգնել, զորանալ եւ առավել ուժով, առավել հավատքով, առավել զորությամբ գնալ դեպի Աստված։ Խոսում է ներողամտության մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Ասում է ներողամիտ եղեք։ Եթե մեկը մեղանչում է, հետո զղջում է, ներեք անպայման։ Եվ նույնիսկ ասում է, եթե 7 անգամ կմեղանչի եւ 7 անգամ իր զղջումը կարտահայտի, ներեք։ Ուրեմն ընդհանրապես քրիստոնեությունը ներողամտության կրոն է։ Եվ աստվածային առաքինություններից մեկը ներողամտությունն է։ Աստված ինքը ներողամիտ է մեր հանդեպ եւ ուզում է, որ մենք էլ ներողամիտ լինենք մարդկանց հանդեպ, որոնք մեր դեմ մեղանչում են։ Այնքան կարևոր է ներողամտությունը, որ ներողամտության սկզբունքը այս աստվածային ներառված է նաեւ քրիստոնեական գլխավոր աղոթքի մեջ։ Մեր Տերը տերունական աղոթքում սովորեցրեց. ներիր մեզ այնպես, ինչպես մենք ենք ներում ուրիշներին ասել ամեն անգամ։ Այսինքն երկու ներումի մասին է խոսքը, որ Աստված մեզ ների եւ մենք ուրիշներին ներենք։ Եվ մենք պայման ենք դնում Աստծո առաջ կամ այսպես ենք դիմում իրան, որ ինձ այնպես ներիր Տեր Աստված, ինչպես ես եմ ներում։ Այս նշանակում է, եթե ես չեմ ներում, ուրեմն ես էլ ներման պիտի չարժանանամ։ Եթե ես ներում եմ, ուրեմն ակնկալում եմ, որ Աստված էլ ինձ պիտի ների։ Բայց ներումի մեջ պայման է դնում։ Չասեց ուղակի ներեք, ասեց ներեք, եթե ապաշխարում է, եթե զղջում է։ Այսինքն ներում են զղջացողին, եթե մարդը չի զղջում, ասում է լավ եմ արել, ինչը ներես։ Ինչպես ներես։ Ինքը ներում չի էլ խնդրում, որ դու իրեն ներես կամ չներես։ Ինքը չի զղջում։ Ինքը հաստատ է իր խոտոր կամ սխալ կամ ծուռ ընթացքի մեջ։ Ինչ ներման մասին կարող է խոսքը լինել։ Ներում են, երբ որ զղջում կա։ Երբ որ մարդը ներում է հայցում։ Ուրեմն այս էլ մի սկզբունք մեր հավատքի կյանքի, որ մենք ներողամիտ պիտի լինենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր զղջում են, ովքեր ուզում են իրենց խոտոր ընթացքից, սխալ ուղուց, մեղավոր ճանապարհից ետ դառնալ, ուղղվել, շտկվել։ Այսպիսիներին մենք պիտի չմերժենք, մենք պիտի ներենք, ներողամիտ լինենք։ Եվ սա կարևոր սկզբունք է։ Այլապես եթե Աստված չներեր, եթե մենք չներենք, Աստված էլ մեր նման վարվեր, ոչ մի մարդ չէր փրկվի։ Բոլորս, որտեղ բոլորս անխտիր մեղավոր ենք եւ բոլորս սխալ ենք, մեղքեր ունենք, շեղվել ենք, խոտորվել ենք մեր կյանքի մեջ տարբեր առիթներով եւ տարբեր դրվագներով։ Եվ մենք ակնկալում ենք, որ Աստված ներողամիտ պիտի գտնվի մեր նկատմամբ։ Ոչ մի մարդ փրկության, երկնքի արքայության չի հասնելու իր արդարությամբ, իր ճիշտ ընթացքով, իր առաքինություններով։ Բոլորը պիտի փրկվեն միմիայն Աստծո ներողամտության շնորհիվ։ Միմիայն Աստծո ներողամտության, Աստծո ողորմության շնորհիվ է, որ մարդ հարարածը պիտի փրկվի։ Եվ Աստված էլ ուզում է, որ այդ աստվածային մարդասիրության, ներողամտության, ողորմության ոգին մեր մեջ էլ լինի, մենք էլ այդպես ապրենք։ Հետո խոսում է հավատքի մասին։ Առաքյալներն ասացին մեր հավատքը ավելացրու, հավատքը շատ կարևոր մի բան է մեր կյանքի մեջ։ Հենց որ մարդու հավատքը տկարանում է, իսկ ամեն մարդ կարող է փաստել, որ իր կյանքի տարբեր դրվագներում ինքը հավատքով զորացել է եւ ինքը հավատքով տկարացել է։ Երբ է մարդը տկարանում հավատքի մեջ,
երբ որ մարդը հեռանում է եկեղեցուց, երբ որ մարդը հեռանում է հոգևոր կյանքից, իր հավատքը տկարանում է։ Սա փոխադարձ է։ Գիտեք, մի կողմից եկեղեցուց հեռանալը նշան է հավատքի տկարացման, մյուս կողմից էլ հավատքի տկարացումը արտահայտվում է եկեղեցուց հեռանալով։ Մենք միշտ պիտի մտահոգվենք, երբ որ զգում ենք, որ մեր հավատքը տկարանում է, թուլանում է, եւ միշտ պիտի այդ ուղղությամբ աշխատենք, որ մեր հավատքը զորանա։ Ինչն է զորացնում հավատքը։ Հավատքը զորացնում է նախ եւ առաջ եւ առաջին հերթին Սուրբ Գրքի, Աստվածաշնչի, Ավետարանի ընթերցումը։ Մենք միշտ պիտի ավետարանը կարդանք, որտեվ ավետարանը հավատքի զորացման անսպառ աղբյուր է եւ զորություն է։ Ավետարան ընթերցելուց մենք պիտի չկտրվենք։ Ովքեր չեն կարդում, կարդացեք անպայման։ Ովքեր կարդում են, մի տկարացեք, ամեն օր կարդացեք, որ ձեր հավատքը զորանա։ Որտեվ առանց հավատքը զորացնելու մենք չենք կարող այս ճանապարհը քայլել։ Մենք չենք կարող գայթակղությունները հաղթահարել, մենք չենք կարող ներողամիտ լինել։ Եվ մեր Տերը ասում է, ինչ որ ձեզ հրամայված է Աստծուց, կատարեք։ Եվ երբ որ կանեք, երբեք մի մտածեք, որ դուք մի մեծ գործ եք արել Աստծո համար, կամ մարդկանց համար, կամ աշխարհի համար։ Միշտ մի միտում ունեցեք, ես ընդամենը անում եմ այն, ինչ որ պարտավոր էի անել։ Ես իմ պարտականություններից ավելի մի բան չեմ արել։ Նույնիսկ մենք մեր պարտականությունը թերի ենք կատարում։ Իսկ ի՞նչ է մեր պարտականությունը։ Ապաշխարեք եւ փնտրեք երկնքի արքայությունը։ Սուրբ եղեք ձեզ կանչող սրբի պես։ Կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Հիմա ով կարա ասի, որ ինքը ապաշխարության ընթացքի մեջ անթերի է։ Ինքը կատարյալ ձևով ընթանում է ապաշխարության ընթացքի մեջ։ Ով կարող է ասել, թե ինքը այն սրբության ձգտումն ունի, ինչ որ Աստված մեզանից պահանջում է։ Ով կարող է ասել, թե ինքը կատարյալ է երկնավոր հոր պես։ Ուրեմն մենք նույնիսկ եթե այս բաների մասին մտածում ենք կամ ձգտում ունենք, կիսատ պռատ պակաս ենք այս ամեն ինչի մեջ։ Բա ինչով հպարտանանք։ Ինչ ասենք։ Ասենք մենք մեր քրիստոնեական պարտականությունը կամ Աստծուց մեզ պահանջված արեցինք, կատարեցինք, չէ։ Ասում են նույնիսկ եթե անեք էլ, ասեք անարժան ծառաներ ենք, արել ենք այն, ինչ որ պարտավոր ենք անել։ Սա է մեր ընթացքը, սա է մեր կյանքը, սա է մեր ճանապարհը։ Գայթակղությունները հաղթահարել, գայթակղություններին չտրվել, հասկանալ մի բան, այդ բոլոր գայթակղությունները մի բանի համար է, որպեսզի մեզ Աստծուց կտրեն։ Այսօրվա մեր կյանքի այս խառնաշփոթը, վայրի վերումները մի նպատակ ունեն, որպեսզի մեզ Աստծուց կտրեն, որպեսզի մեզ կտրեն եկեղեցուց, որպեսզի մեզ կտրեն մեր մայր աթոռից, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցուց։ Մենք պիտի չտրվենք դրանց, մենք պիտի ավելի զորանանք, ինչպես առավել աղոթելով, առավել Սուրբ Գիրքը ընթերցելով, առավել Աստծո պատվիրանների մեջ մնալով, առավել եկեղեցի հաճախելով, շատացնենք մեր տան աղոթքները, շատացնենք մեր եկեղեցի գնալը, ժամերգությունների, պատարակների մասնակցելը, փառք Աստծո, այսօր պակաս չկա, այսօր եթե մարդ ուզենա միշտ ժամերգության մասնակցելու, միշտ այդ հնարավորությունը կա։ Եթե մարդ ուզենա նույնիսկ ամեն օր պատարակի մասնակցելու, այդ հնարավորությունը կա։ Մնացածը մեր խնդիրն է։ Ինչքանով է սա մեզ համար կարևոր եւ ինչքանով ենք մենք սա կարևորում։ Ճիշտ է, մենք կարող ենք ասել հոգսեր ունենք, գործեր ունենք, զբաղմունքներ ունենք, հազար ու մի տեսակի խնդիրներ ունենք, մենք հո պարապ չենք, որ ամբողջ օրը Աստված պաշտության մեջ լինենք։
Բնականաբար մենք տարբեր տեսակի կենցաղային այս աշխարհի մեջ մեր ընտանիքների հետ կապված, մեր աշխատանքի հետ կապված, մեր գործերի հետ կապված, մեր տների հետ կապված տարբեր խնդիրներ ունենք։ Ոչ մեկը չի ասում, որ այդ խնդիրներդ մի լուծիր թող։ Բայց միայն դրանցով մի զբաղվիր։ Եթե դու միայն դրանցով զբաղվես, երկնքի արքայության չես հասնի։ Դու կժառանգես այն, ինչի մեջ մնացիր, այսինքն այս աշխարհը։ Իսկ այս աշխարհի վախճանը կորուստն է։ Մենք պիտի իմանանք ինչն է կարևորը։ Եվ այդ կարևորին առաջնություն տանք։ Եվ ինչն է անկարևորը, եւ անկարևորը երկրորդական, երրորդական պլան մղենք, դիրք մղենք։ Կարևորը մեր փրկությունն է։ Կարևորը Աստծո դատաստանին կարողանալ ներկայանալն է։ Այս սրա մասին նախ եւ առաջ պիտի մտածենք։ Իսկ մնացած ինչ կա այս աշխարհի մեջ, մեր ընթացքի համար է, որպեսզի մենք կարողանանք այդ ընթացքը ապրելով հասնել Աստծո դատաստանին, հասնել երկնքի արքայության, հասնել փրկության։ Ժորժ ջան, արդեն մի տարի էլ անցավ մեր կյանքերից, որ մտածում ես ոնց որ թե երեք սկսվեց 25 թվականը, չհասցրինք հունվար, փետրվար, արդեն հասանք դեկտեմբերի կեսին։ Մի 15 օրից հետո այս ամիսն էլ կվերջանա, այս տարին էլ կվերջանա մեր կյանքերում, մենք բոլորս մի տարով էլ, ինչ ասեմ, կմեծանանք, կամ կծերանանք, կամ դեպի մահ ավելի շատ կգնանք, ավելի քիչ կմնա մեզ ապրելու այս աշխարհի մեջ ամեն մեկիս։ Եվ այդ ժամանակը լավ է, որ դրված է աշխարհի մեջ։ Եթե ժամանակ չլներ, մենք պիտի չմտածեինք այդ բաների մասին։ Բայց քանի ժամանակ կա, մենք ուրեմն մտածում ենք այդ ժամանակի վերջի մասին, մեզ տրված ժամանակի վերջի մասին։ Ուրեմն մտածելով այդ մասին, իմաստնանանք։ Իսկ իմաստուն այն մարդ, ով Աստծո հետ է։ Շտկվենք, այսինքն մեր հայացք ուղենք դեպի Աստված։ Եվ ճիշտ ընթանանք ավետարանի ճանապարհով։ Մնանք նոյան տապանի մեջ, որ ջրհեղեղը մեզ չկործանի։ Իսկ նոյան տապանը եկեղեցին է, որը մեզ ջրհեղեղից պիտի փրկի, մեղքի մահվան ջրհեղեղից եւ հասցնի խաղաղության նավահանգիստը, ասել է երկնքի արքայություն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի, ամեն։